Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան նշանավորվեց կարևոր քաղաքական հայտարարություններով եւ նոր փաստաթղթերի ստորագրմամբ։ Զվարթնոց միջազգային օդանավակայանում վայրեջք կատարեց Միացյալ Նահանգների պետքարտուղարի ինքնաթիռը։ Պաշտոնական հանդիպումների առանցքում հայ-ամերիկյան հարաբերությունների նոր փուլն էր։ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև նախաստորագրվեց Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի վերաբերյալ ռազմավարական գործակցության շրջանակային համաձայնագիրը։ Բացի այդ ստորագրվեց նաև Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, երկու երկրների հարաբերությունները բարձրացվում են նոր մակարդակի։ Մենք եւ պետքարտուղարի հետ միասին քիչ առաջ մեր ռազմավարական գործընկերությունը բարձրացրեցինք նոր մակարդակի, վերանվանելով այն համապարփակ ռազմավարական գործընկերություն եւ խնդրում եմ մի փոքր ուսումնասիրություն անել եւ համեմատել երկու փաստաթղթերը, հուսամ կտեսնեք, թե ինչպիսի նոր հնարավորություններով, հատկապես երբ խոսքը վերաբերում է արհեստական բանականությանը, այլ շատ կարեւոր ոլորտների, թե կտեսնեք, թե ինչպես է հարստացված փաստաթուղթը այս ուղղություններով եւս Միրզոյանի խոսքով նոր փաստաթուղթը նոր հնարավորություններ է ստեղծում տարբեր ոլորտներում, ներառյալ արհեստական բանականության եւ տնտեսության ուղղություններով գործակցությունը։ Նա նաեւ բարձր գնահատեց Միացյալ Նահանգների վարչակազմի ներգրավվածությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում։ Բոլոր պայմանավորվածությունները, որոնք հիմա մենք կյանքի են կոչում ստորագրությամբ եւ այնուհետեւ կտեսնենք գետնի վրա որպես իրականություն, միանշանակ շահեկան են Հայաստանի Հանրապետության համար եւ աննախադեպ հնարավորություններ են բացելու մեր երկրի համար։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ ընդգծեց, Վաշինգտոնը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանին եւ խորացնել գործակցությունը։ Մենք շարունակում ենք զարգացնել մեր հարաբերությունները։ Մենք նաեւ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն ենք ստորագրել, որը մեր երկկողմ հարաբերությունների շրջանակն է սահմանում։ Նոր ուղի է նախանշում, որից օգուտներ կստանան թե հայերը, թե ամերիկացիները։ Ռուբիոն նաեւ հատուկ ընդգծեց Հայաստանի իշխանությունների վարած քաղաքական ուղեգիծը, այն գնահատելով որպես ավելի անկախ եւ կայուն ապագայի հիմք։ Դուք, վարչապետը, հայաստանյան ամբողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, ավելի անկախ ապագա։ Ուրախ ենք, որ աջակցում ենք այս տեսլականին։ Համատեղ հայտարարություններից անմիջապես հետո Արարատ Միրզոյանը Մարկո Ռուբիոյին ուղեկցեց օդանավակայան։ Միացյալ Նահանգների պետքարտուղարը կնոջ հետ հեռացավ Հայաստանից, ավարտելով պաշտոնական այցը Երևան։ Դրանից հետո Միրզոյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով, որտեղ նշեց. Հայաստանի Հանրապետությունն այս պահին ունի պատմական հնարավորություն հայտնվելու մատակարարման նոր ուղիների վրա։ Միրզոյանը շեշտեց, որ հաջողվել է համաձայնեցնել TRIP նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետություն Միացյալ Նահանգներ պետական պայմանագրի տեքստը։ Մնացել են տեխնիկական ընթացակարգերը, գուցե շաբաթների ընթացքում արդեն դրանց հաջորդի փաստաթղթերի ստորագրումը։ Եվ Միացյալ Նահանգների կառավարությունը, եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նույնիսկ այս ողջ աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային եւ բոլորի դեպքում մշտապես աշխույժ ներքաղաքական իրավիճակների եւ օրակարգերի պայմաններում շատ կենտրոնացված եւ այսպես կարեւորություն հաղորդելով աշխատում են այս թեմայի վրա, TRIP-ի վրա, TRIP-ի կենսագործման ուղղությամբ, թեև այլի կրկին բազմաթիվ հակառակ պնդումները լսեցինք տարբեր փորձագետների կողմից, եւ ահա ունենք այսօր այս փաստաթուղթը նույն կերպ կենտրոնացված եւ կարեւորություն հաղորդելով շարունակվելու են երկու կողմերում էլ ջանքեր։ Կան այլ երկրներ, ընկերություններ, որոնք հետաքրքրություն են ցուցաբերել TRIP նախագծի նկատմամբ։ Անդրադառնալով 300,000 ադրբեջանցիների Հայաստանում վերաբնակեցմանը, Միրզոյանը կրկին նշեց. այդ թեզը հիվանդ երևակայության արդյունք է, դա սրիկայություն է։ Մեր հերքումից հետո դա նորից կրկնելը երկու բանի մասին է մտածում, կամ կրկնողը չի հասկանում, ընդհանրապես չի ուղղակի տարական ուղեղի ինչ-որ բջիջների մակարդակով չի հասկանում ինչ է ասվում, ասում որ դա չի լինելու, չկա այդպիսի բան։ Եվ կամ երկրորդը սրիկայությունն է, որտեղ չարամտորեն կրկնում այն ինչ որ չկա։ Փորձելով մանիպուլացնել մարդկանց համար զգայուն հարցերը, փորձելով
այսպես ասած անօգուտ իհարկե սեղմել ինչ որ ցավոտ կետերի հասարակության համար ցավոտ կետերի վրա։ Միրզոյանի խոսքով Հայաստանն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են խորացնել գործակցությունը կարևորագույն հանքանյութերի ոլորտում։ Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին, Միրզոյանն ընդգծեց, որ ամենևին էլ մտադրություն չունեն լարվածություն մտցնելու Մոսկվայի հետ հարաբերություններում։ Կարծում ենք, որ բոլոր խնդիրները, որոնք առաջացել են կամ կարող են առաջանալ, իսկ խնդիրներ բոլոր հնարավոր հարաբերություններում ժամանակ առ ժամանակ առաջանում են, եւ ահա մենք հույս ունենք եւ տրամադրված ենք բոլոր այդ տեսակ խնդիրները առողջ կառուցողական գործընկերային մթնոլորտում քննարկել եւ գտնել լուծումներ։ Գիտեք, կա հակվածություն, ես տեսնում եմ վերագրել այս խնդիրները ինչ որ Հայաստան-Ռուսաստան լարվածության, ինչ որ Հայաստանի կամ այդպես էլ են ասում, չգիտեմ, եվրոպական, պրոեվրոպական կամ պրոարևմտյան քաղաքականության հետևանք կամ ընտրությունների հետ են կապում։ Այս շտապ վախենամ հիասթափացնեմ այդպես մտածողներին, այս տեսակ խնդիրներ եղել են մշտապես։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։